Սեպտեմբերից 7 տարին լրացած երեխաները միանգամից կընդունվեն տարիքային խմբին համապատասխան երկրորդ դասարան։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռ փետրվարին էր հայտարարել կրթական համակարգում նոր կարգավորման մասին, որը կսկսի գործել 2025-2026 ուսումնական տարվանից։ Գործող իրավակարգավորումներով այնպես են կարգավորումն արել, որ երեխան քանի տարեկանում եկավ դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է։ Եվ ստիպված արդեն երեխան, որին օրինակ 7 տարեկանում են բերում դպրոց, ինքը երկրորդ դասարանում է հայտնվելու, ստիպված իր հետ լրացուցիչ անհատական աշխատանք պիտի անեն, որպեսզի առաջին դասարանի ծրագիրը յուրացնի, եւ դա էլ ավելի բարդացնում է երեխայի վիճակը։ Կարծում ենք, որ սա զսպող մի մեխանիզմ է դառնալու, որ ծնողը երեխային այն տարիքում տանի դպրոց, երբ պիտի տանի։ Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխայի ծնողը ներկայիս օրենսդրությամբ ենթարկվում է պատասխանատվության։ Փոխնախարարի խոսքով որոշ ծնողներ ժամանակին դպրոց չեն տանում երեխաներին, համարելով, որ նրանք դեռ փոքր են կամ դիտավորյալ են հետաձգում։ Մենք ունենք տարածված պրակտիկա, երբ մեր ծնողները խղճում են երեխաներին, ճակերտավոր, եւ մտածում են 1 տարի ուշ տանել, սպասել մի փոքր էլ մեծանա կամ միտումնավոր, տղաների պարագայում երբեմն միտումնավոր են ուշ տանում դպրոց։ Այսօր գործող իրավակարգավորումներով որպես վարչական տույժ 30,000 դրամ տույժ է տրվում ծնողին, որը որևէ էական ազդեցություն չի ունենում։ Այս որոշումը հանրային եւ մասնագիտական լայն քննարկումների առիթ է դարձել, առաջ բերելով լուրջ մտահոգություններ։ Լոգոպեդ Մարիամ Պետրոսյանը ահազանգել է դրա հետևանքների մասին։ Ի սկզբանե խնդիրը բարձրաձայնել եմ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, ովքեր ունեն զարգացման առանձնահատկություններ։ Մասնավորապես ես առնչվել եմ խոսքի ընդհանուր թերզարգացում կամ խոսքի զարգացման հապաղում ունեցող երեխաների հետ։ Ստացվում է, որ այս երեխաները այս պահին չունեն բավարար խոսքային բառապաշար, հնչյունահնչյութային գործընթացներ կատարելու կարողություն, չեն կարողանում տարիքին բնորոշ ձևով շփում եւ հաղորդակցում իրականացնել։ Այս երեխաները ոչ թե առհասարակ կարող չեն խոսքի, հաղորդակցման եւ շփման, այլ նրանց տարիքային զարգացումը ընթանում է հապաղումով։ Այսինքն, եթե երեխան այս պահին 6 տարեկան է, բայց խոսքը 4 տարեկանին բնորոշ է, ապա այդ երեխան ավելի շատ դժվարություններ կունենա առաջին դասարան հաճախելու դեպքում։ Այսինքն, եթե մենք թողնենք 1 տարի եւս մասնագետները աշխատեն իր խոսքի զարգացման ուղղությամբ, ապա հաջորդ տարի մենք կունենանք ավելի լավ խոսքային, բառապաշարային, հնչյունահնչյութային գործընթացներ կատարող երեխա։ Մասնագետի գրառումը սոցիալական ցանցերում մեծ արձագանք է գտել։ Շատ ծնողներ եւս մտահոգված են եւ նշում են, որ նման կարգը կարող է հանգեցնել երեխաների մոտ սթրեսի եւ կրթությունից օտարման։ Իմ մոտ երկորակ տղաներ են, որոնք ծնվել են իրենց 9 ամսից շուտ, այսինքն 7-րդ ամիսը նոր սկսել էր, ու իրենք ոնց որ հենց իրենց ճանապարհը, կյանքի սկսեցին արդեն ինչ որ անհավասար իրենց տարիքակիցներից ինչ որ չափով հետ, ու ստացվում է, որ իրենց օֆիցիալ տարիքը այդքան էլ չի համապատասխանում իրենց իրական տարիքին։ Ու հիմա փաստորեն ստացվում է, որ այդպես բալիկների հետ իրանք պետք է գնան ոնց որ հավասարը հավասարի դպրոց, առաջի դասարան, պարտադրված։ Ես որպես ծնող կուզենայի, որ իմ բալիկները սպասեին մյուս տարի գնային առաջի դասարան, որ իրանք նորմալ կարողանային հասցնեին համ կրթական ծրագրին, համ իրանք ընկերների հետ ինչ որ դասարանում շփումը կոմունիկացիան նորմալ անցներ, ոնց հասկանում եմ կգնություն նախարարության այս օրենքը ավելի շատ իրենց միտում է նա, որ բոլոր բալիկներին ապահովեն հավասար պայմաններ, բայց ոնց կարելի է դատել իմ նախապատմությունից արդեն իսկ հավասար պայմաններ չկան։ Ու հավասար պայմաններ ապահովելու համար պետք է ճկունություն, այլ ոչ թե տենց դոգմատիվ պարտադրանք։ Մասնագետի խոսքով վաղ զարգացումը հրաշալի միջոց է երեխայի հետագա ուսուցումը կազմակերպելու համար, բայց այն պետք է իրականացվի տարիքային առանձնահատկություններին համապատասխան։ Նոր օրենքով միանգամից երկրորդ դասարան ընդունվող երեխաների ծանրաբեռնվածությունը կրկնակի կլինի։ Ըստ այս օրենքի երեխան այս տարի դպրոց չգնալով պայմանավորված իր զարգացման առանձնահատկություններով եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել այս հանգամանքը, մյուս տարի գնալու դեպքում երկրորդ դասարան ստացվում է բաց թողնելով մեկ ամբողջական ուսումնական տարի, որը հետագա իր կրթության հիմնասյունն է հանդիսանալու, գնում է երկրորդ դասարան։ Մենք բոլորս գիտենք, որ երկրորդ դասարանի ուսումնական ծրագիրը բավականին ծավալուն է, բավականին բարդ է եւ բաց թողնելով առաջին դասարանի ամբողջ տարին, երկրորդ դասարանին զուգահեռ հնարավոր չէ 2 տարվա ուսումնական նյութը այն էլ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտի համար բավարարել։
ԿԳՄՍ նոր կարգավորումը ըստ դրա հեղինակների նպատակ ունի ապահովել երեխաների կրթական ներառումը, սակայն մասնագետներն ու ծնողներն ընդգծում են ճկուն մոտեցման անհրաժեշտությունը կրտսեր աշակերտների կրթական ճանապարհը հաջող եւ անվտանգ դարձնելու համար։ Մերի Դանիելյան, Renews Armenia։